Ձեր եռյակը իմ համար լրիվ հայտնություն էր։ Այդ որ մեկիս ես երկու հոգու տեղ հաշվել։ Դու, Հայկո ու Միքոն, երեքիդ մասին եմ խոսում։ Միքոն ստեղ ինչ կապ ունի։ Լիլ մենակ չասես, որ չես հասկացել։ Ինչ պիտի հասկանամ։ Երկու աղբերներից մեջ կռիվ ես գցել։ Ով ես։ Լիլ լուրջ չես հասկացել։ Հա բայց ինչ է հասկանամ։ Այն որ Միքոն քեզ է հավանում։ Չկա տենց բան։ Կա, այն էլ ոնց կա։ Բարև Նարե ջան, ոնց ես, վռամը ոնց է, չգիտեմ ինչի ես որ ամբողջ օրը մտքերով հետդ եմ եղել, մի տեսական հանգիստ եմ, լավ եք ամեն ինչ կարգին է։ Ինչ հետաքրքիր բան է չէ կյանքը, գենը, հարյան կանչը, ես անգամ քո դեմքը աղոտ եմ հիշում, բայց դու ենքան հարազատ ես ինձ, մենք իրար շատ նման ենք, երևի հենց դրա համար էլ զգացել ես, որ կարիքդ ունեմ, հա հորքուր շատ նման ենք, մեզ բաժին հասած կյանքը ու ճակատագիրն է շատ իրար նման։ Ես հիմա եմ հասկանում, որ երբ կյանքը սրտիդ մեջ սիրո դող է մտցնում, մյուս կողմից էլ ապտակում է, որ չկորցնես տափությունդ, որովհետև կյանքը երջանիկներին չի սիրում։ Ինչ ասեմ քեզ, մեր կյանքում իսկական քաոս է սկսվել, ու ես ամեն օր աղոթում եմ, որ ես մութ ու մռայլ թունելի վերջում վերջապես լույս գտնենք։ Հիմա բոլորս ավելի ուժեղ ենք մեկս մյուսից թաքցնում մեր ցավը։ Թվում է փորձում ենք խնայել մեկս մյուսին, բայց իրականում ամեն օր ավելի խորն են գլորվում անդունդը։ Ես միշտ եմ երազել սրտակից մեկին ունենալ կողքիս ու խոսել, բայց իմ կյանքում չկա այն մեկը, ում կկարողանամ իրոք վստահել։ Քեզ վստահում եմ։ Ուզում ես իմանալ ոնց ենք։ Վռամը ինքն իր հետ կռիվ տալով ապրում է։ Խելագարի պես սիրում է Սոնային, Հայկի ու Միքոյի քրոջը։ Սոնան էլ իրան։ Սոնան որոշել է պայքարել, բայց Վռամը ինքն էլ չի հասկանում ինչ է անում։ Սոնայից այն կողմ աշխարհ չի տեսնում, բայց հանուն Սոնայի էլ չի ուզում, որ այդ աղջիկը իր հետ կյանքը կապի։ Պապան գիտեմ, որ չես հարցնի, բայց ուզում եմ իմանաս։ Պապան անճանաչելի է դարձել։ Ոչ ոքի հետ չի շփվում, տուն չի գալիս, գիշեր ցերեկ օֆիսում է։ Խեղճացել է ու մի բուռ է դարձել։ Գիտես, երևի ավելի խիստ դատավոր չկա, քան սեփական խիղճը։ Պապան ամեն օր դանդաղ մեռնում է իր մեղքերի ծանրության տակ։ Ու այդ տեսնելը սարսափելի է։ Մաման պարբերաբար հարցնում է քո մասին։ Գիտեր, որ փնտրում եմ քեզ։ Բայց չեմ ասել, որ խոսում եմ հետդ։ Իսկ ես ինչ ասեմ իմ մասին։ Ընկել եմ երջանկության ու խաղաղության արանքում։ Պայքարում եմ ու չգիտեմ էլ ուր է տանելու այդ պայքարը։ Մեկ
մեկ մեղավոր եմ ինձ զգում իմ երջանկության համար։ Որոշում եմ հետ կանգնել, բայց սերը հաղթում է։ Ես այնքան բանի դեմ եմ պայքարել իմ ամբողջ կյանքում։ Հիմա ուզում եմ ուղղակի երջանիկ լինել։ Անկամ եթե հստակ գիտեմ, որ այդ երջանկությունը ընդամենը մի քանի օրվա պատրանք է լինելու։ Ինչքան ժամանակից պատրաստ կլինես, որ գամ հետևիցդ։ Կարոտել եմ քեզ։ Հայկ, չգիտեմ։ Չգիտեմ այս անգամ ինչ հորեն եմ, որ դուրս գամ ու տանը չհասկանան։ Այս տունտունիկը գիտես արդեն ոնց դուրս չի գալիս։ Բայց դու ուրիշ տարբերակ ունես։ Չգիտեմ, Նարը, երազում եմ այն օրվա մասին, թե երբ է գալու, որ հանգիստ տնից դուրս գաս ու հանդիպենք իրար հետ։ Ու չմտածես, թե ում ինչ պիտի խաբես։ Ես չեմ էլ պատկերացնում, թե այդ օրը երբ է գալու ու ոնց է գալու։ Բայց հավատում եմ։ Ու գիտես ինչի։ Որովհետև դու ինձ ասել ես, որ տենց է լինելու։ Իսկ ես քեզ անվերապահորեն եմ հավատում։ Լավ, մի խոսքով արագացրու, գալիս եմ հետևիցդ։ Հայկ, չէ, սպասի, հանկարծ չգաս տան մոտ։ Դու տեղ ասա, ես կգամ։ Դու տեղը ընտրի, ասա, իմ համար մեկ է։ Լավ, դե սպասի, մտածեմ գրեմ քեզ։ Լավ։ Նարե ջան, հիմա քեզ հասցա եմ ուղարկում։ Ես այս հյուրանոցում եմ մնում։ Բոլոր մանրամասները գրել եմ։ Հուսով եմ հասկանում ես, որ ոչ մեկին ոչ մի բան պիտի չասես։ Ես քեզ ժամից կսպասեմ։ Զգուշացրել եմ, որ քեզ իմ սենյակ թողնեն, հարկն ու համարն էլ կուղարկեմ հիմա։ Ինձ թվում է ժամանակն է, որ հանդիպենք։ Կգաս։ Կգամ։ Եկել եմ ասեմ, որ դուրս եմ գալիս։ Ուր։ Աշխատանքի։ Ես օրվա կեսին։ Պապ, գրանցումները տարբեր ժամերի են լինում։ Հիմա ամեն տնից դուրս գալուց պետքա պատմություն դառնա։ Դե ուրեմն մի կողմ քեզ կտանի։ Ոնց եմ հոգնել։ Արի խնդրի սարքելի։ Խնդիր չեմ տեսնում, կարա գա։ Մի քանի հոգու էլ կանչի, թող աշխատավայրից դիմացը կանգնեն։ Հետո մի քանիսին էլ ասա, որ ինձ տուն ճանապարհ են, որ հանգիստ հասնեմ։ Իզուր մի բարթացրու։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ, երբ սկսեցինք իրար չվստահել։ Այն ժամանակ, որ մեկս մի բան էր ասում, մյուսը կասկածի տակ ասածները չէր դնում։ Ես չեմ կասկածում քեզ, Սոնա։ Բայց Աստված չտա։ Ես իմանամ։ Թող գա, ես դեմ չեմ։ Ես անում եմ այն, ինչ որ միշտ եմ արել։ Վախենալու բան չունեմ։ Դե գնա գործի։ Բա Միքոն։ Ուղղակի ասում քեզ, գնա աշխատանքիդ։ Սոնա, ես ինչ ես անում։
Նարե, եթե դժվարանում ես տեղ ընտրել, արի այգի իրար հետ կորոշենք ուր ենք գնալու։ Լավ, էս աղջիկը ուր կորավ, ես չեմ հասկանում։ Հորքուր։ Հորքուր ուր ես։ Այս ամեն ինչ արդեն ինձ դուր չի գալիս։ Ալո, Հայկ, Նարե, ուր ես։ Ես ձեր տան ճանապարհին եմ արդեն գալիս եմ։ Հայկ, լսի ես տանը չեմ։ Բա ուր ես։ Ես ինձ թվում է սխալ բան եմ անում։ Ուղղակի ես մտածում եմ, որ ճիշտ եմ, բայց Նարե, որտեղ ես հիմա, տեղը տասա կգամ ամեն ինչ կբացատրես։ ես Ալո, Նարե։ Ինձ թվում էր մենք բան էինք պայմանավորվել Նարե։ Չհասկացա։ Այ քեզ բան։ Հորքուր չեմ հավատում աչքերիս։ Ես սկզբում եկա չտեսա քեզ, ինձ թվաց, որ դու չես, ինձ թվաց ինչ-որ մեկը ուղղակի չարկատակա անում։ Զգացմունքներս ներսում ես, ինձ են խառնվել իրար, ես չեմ հասկանում, ինչ եմ խոսում։ Բայց գիտես, այ հիմա
Այն փոքր նարեի նման ուրախացրիր ինձ։ Այ հիմա հիշեցի քեզ։ Քո դեմքը։ Հիշեցի ոնց է փոքր ժամանակ հիացած նայում քեզ ու երազում եմ ես էլ քո նման սիրուն լինեմ։ Բայց դու չես փոխվել։ Նույն սիրունն ես մնացել։ Իրականում ամեն ինչ է փոխվել։ Ես էլ եմ փոխվել։ Ոչ մի բան առաջվանը չի։ Կլինի մի անգամ գրկեմ քեզ։ Կներես, ուղղակի զգացմունքներիս տեղի տվեցի։ Ոչինչ։ Քո տարիքին բնորոշ սխալներ են։ Նստենք։ Կուզես ինչ-որ բան պատվիրեմ խմելու։ Չէ, ոչ մի բան չեմ ուզում։ Շատ ես մեծացել։ Ես այս պահին այնքան երկար եմ սպասել, որ հիմա ես էլ չգիտեմ ինչ խոսամ, շփոթված եմ շատ։ Հորքուր, ուր էիր այսքան ժամանակ։ Ինչ ես արել։ Ոնց ես ապրել։ Ես վերջերս եմ իմացել, թե պապան ինչ է արել քո հետ։ Ես քեզ ամեն ինչ պատմել եմ, բայց դու քո մասին ոչ մի բան չես ասել։ Դրա համար էլ քեզ հիմա այստեղ եմ կանչել, որ բոլոր հարցերիդ պատասխանեմ։ Բա այսօր ենք նայում։ Ես ինձ հետևողներին էի նայում, դու չգիտեմ։ Քեզ հետևում էլ են։ Հենց այդ եմ ուզում հասկանում։ Էնպես է որ քո կյանքը կինո է, որ հետևեն էլ չեն ձանձրանա։ Երանի ձանձրանային։ Մի օր գոնե առանց լարվածության կապրեի։ Այսօր պապան հազիվ է թողել, որ մենակ տնից դուրս գամ։ Հա, տեսնում եմ, շքախումբդ չկա։ Մի օր Միքոն է ճանապարհում, մի օր Հայկն է ճանապարհում, բայց այդտեղ ոչ մի բան քեզ չի խանգարում գնաս Վռամի հետ հանդիպման։ Չի խանգարել ու չի խանգարելու։ Հիմա էլ պետք է մի բան անեմ ու գնամ Վռամի մոտ։ Սոն, ոչ մի հաճախորդի չես սպասարկում։ Այսպես որ շարունակվի ոչ մեկ էլ ժամ չի գրելու մոտդ։ Ես չեմ հասկանում, չես ուզում աշխատես, քեզ աշխատանք պետք չի։ Պետք է, բայց ուրիշ տարբերակ չունեմ։ Լավ, բա որ գանի ինչ եմ ասելու։ Կասես, որ գնացել եմ նյութեր բերեմ։ Մեր նյութերը մեզ տրամադրում են։ Գիտեմ, բայց իրանք չգիտեն։ Ոյ, Սոնա, վայ։ Այս օրերի ընթացքում դու անընդհատ պատմել ես ձեր մասին։ Բոլորիդ մասին։
Չնայած ինձ միայն դու ու Վրամն եք հետաքրքիր եղել։ Ես քեզ շատ լավ եմ հասկանում։ Բայց ես հույս ունեմ, որ դու ու պապան մի օր կհաշտվեք։ Երբեք։ Բայց անհնարին ոչ մի բան չկա, չէ՞։ Իհարկե կա։ Մեկ ուրիշը իմ փոխարեն կմտածեր, որ էլ ախպեր չունի, որ ախպերը մեռած է։ Բայց ես այս բոլոր տարիների ընթացքում հիշել եմ, որ ունեմ ախպեր, ով հրաժարվեց ինձնից, փչացրեց կյանքս ու սպանեց ինձ։ Դա ինձ ուժ էր տալիս պայքարելու համար։ Ես համաձայն եմ քո հետ ու ես էլ եմ մտածում, որ պապայի արածը արդարացում չունի։ Ոչ պապայիդ, ոչ էլ մամայիդ։ Չէ, մաման չի իմացել։ Իսկապես մաման ոչ մի բան չի իմացել։ Ես մամայիդ գրել էի որտեղ եմ։ Գրել էի, որ օգնի։ Ու էլի ինչ-որ բաներ էի գրել, որոնք հիմա կարևոր չեն։ Իրանք Վերջ, ինձ այդ ընտանիքից միայն դու ու Վրամն եք հետաքրքիր։ Դուք ու Կարոն իմ պահած երեխեքն եք ու կապ չունեք այն բոլոր իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել։ Հորքուր, այս տարիների ընթացքում ինչ ես արել։ Ոնց ես ապրել, որտեղ ես եղել։ Ես որ քեզ էի փնտրում, անգամ չգիտեի ողջ ես թե Այդ գիշերը ճակատագրական եղավ ինձ համար։ Դրանից մի քանի ժամ առաջ ես ունեի ամեն ինչ, իսկ այդ գիշեր մնացի առանց ոչ մի բանի ու մենակ։ Մի քիչ գումար ունեի հավաքած, մի քանի զարդ, դրանք եմ հետս վերցրել ու ինչ-որ փաստաթղթեր։ Այնքան վստահ էի, որ մամատ կգա ու կգտնի ինձ, որ շատ հագուստ չէի վերցրել։ Այդ գիշեր մնացի դասընկերուհուս տանը։ Մինչև առավոտ լուրերը տարածվեցին ու ինձ այդ տնից էլ հանեցին։ Դասընկերուհուս մաման ինձ ճանաչում էր։ Շատ էր սիրում։ Ու օգնեց, որ գնամ երկրից։ Այսինքն դու գյուղում ես աղել։ Մի գիշեր եմ մնացել։ Հետո գնացի երկրից։ Ու ամեն պատահած գործանում էի, որ սովից ու ցրտից չմեռնեմ։ Հատուկ ինչ-որ ռեստորաններ էի գնում, հյուրանոցներ, այնտեղ ափսե էի լվանում, հատակ էի մաքրում, որ հետո ինձ նաև տեղ տան քնելու ու որպեսզի չմրսեմ։ Պատկերացնում եմ ինչ ես զգացել այդ պահերին։ Ես գիտեի, որ ամբողջ աշխարհում մենակ եմ։ Բայց կա մեկը, ում ես ապացուցելու բան ունեմ։ Իմ հանդեպ անարդար էին եղել ու ես պիտի հասնեի մի կետի, որից հետո կկարողանայի հանգիստ գալ ու պատմել այն, ինչ եղել է իրականում։ Այսինքն դու դրա համար ես եկել։
Հետո ես ամուսնացա։ Այդ հյուրանոցի ամենահարուստ հաճախորդներից մեկի հետ։ Ինձնից բավականին մեծ էր, բայց ինձ համար այնքան մեկ էր։ Ինձ ապրել էր պետք, իսկ իրեն ժառանգ ու ներկայանալի կին։ Ինքը ինձ շատ սիրեց։ Իրոք սիրեց։ Իսկ ես սովորեցի սեր ցույց տալ այն դեպքում, երբ ոչ մի բան էլ չկար։ Ինքը չգիտեր, որ ես սիրել չգիտեմ։ Այսինքն դու հիմա երեխա ունես։ Ունեմ։ Տղա ունեմ։ Բայց ամուսնուս մահից հետո երեխես ինձ հետ չի ապրել։ Ամուսնուս ընտանիքը վերցրել է երեխուն։ Իրենք ինձ առաջին օրից էլ չեն սիրել։ Իսկ ես փաստաթղթային խնդիրներ ունեի, չկարողացա ոչինչ անել։ Քեզանից վերցրել են երեխուն։ Ժամանակավոր բան է։ Ես իմ երեխուն հետ եմ վերցնելու։ Այսքան ցավոտ բաների մասին ես խոսում։ Բայց հանգիստ, թվացյալ, խաղաղ։ Տպահորությունը, որ ուրիշի կյանքն է սպանվում։ Մարդը ցանկացած բանի հանդեպ իմունիտետ է ձեռք բերում։ Ես էլ բացառություն չեմ։ Ես հասցրել եմ մեռնելու չափ ցավ ապրել։ Ընկնել հնարավորինս ցավոտ։ Բայց այն պահերին, երբ որոշել եմ ոտքի կանգնել, իմ մեջ սպանել եմ լացող ու ինչ-որ բան զգացող աղջկան։ Ինչ վերաբերում է իմ վերադառնալուն։ Ես եկել եմ, որովհետև բացի կիսատ հարցերից կան նաև մարդիկ, ովքեր ինձ փնտրում են։ Ուր ես Նարե։ Լիլ, լավ, ես դուրս եմ գալիս, բայց հույսս դուրս։ Բա ոնց, մի օր ինձ էլ ձեր տուն են հարցաքննության կանչելու։ Գիտեմ, որ Աշոտի տղան էլ է ինձ փնտրում։ Հայկը գիտի հոր մասին։ Չէ։ Շփվում ես հետը։ Հայկը չգիտի ու չեմ էլ ուզում, որ իմանա։ Խնդրում եմ գոնե հիմա չէ։ Հիշում ես, ես քեզ ասում էի, մենք իրար շատ նման ենք։ Ու այդ իսկապես տենց է։ Մենք շատ նման ենք իրար։ Դրա համար ես հույս ունեմ, որ դու կհասկանաս ինձ։ Ես սիրում եմ Հայկին։ Հա, սիրում եմ, շատ եմ սիրում։ Ինքն էլ ինձ է սիրում։ Մենք հասկանում ենք, որ մեր ընտանիքները դեմ են լինելու այդ հարաբերություններին։
Բայց մեկը փորձում ենք պայքարել։ Բայց այն պահին, երբ որ Հայկը կիմանա, որ պապան է սպանել իր հորը, հաստատ ինձ չի ներելու, ոչ էլ պապային։ Պապա չի դադարում կործանել մարդկանց։ Սկզբում ես, Աշոտը, Աշոտի ընտանիքի բոլոր անդամները, Քաջիկը, Կարոն, Արփին, հիմա էլ դու։ Ես չգիտեմ ինչ է լինելու։ Ես հասկանում եմ, որ Հայկը ինչ-որ պահի պիտի իմանա, բայց շատ եմ վախենում։ Ես շատ ուրախ եմ, որ դու եկել ես։ Ես շատ երջանիկ եմ, որ տեսա քեզ։ Բայց ես սարսափում եմ այն մտքից, որ դու տեսնելու ես Հայկին։ Ես քեզ շատ եմ խնդրում։ Գոնե հիմա չէ, գոնե այս պահին չէ։ Այդ երբ եք հասցրել իրար սիրել։ Ես հիմա կգամ։ Այս պապան էլի չի եկել։ Ես հորդ էլ ոչ մի բան չեմ ասելու, չեմ խոսալու։ Ասողին ասող է պետք։ Իսկ հորդ ասես չասես մի հաշիվա։ Մամ խնդրել էի, չէ, որ Սոնային էլ չկանչես։ Դու ինձ տենց չես օգնում, այլ ավելի վատ վիճակի մեջ ես դնում։ Ես չեմ կանչել, բալես, ուղղակի չեմ արգելում։ Իսկ դրանք տարբեր բաներ են։ Դուրը բաց ա, ներս եկեք։ Դու ես։ Բարև ձեզ։ Բարև։ Ինչի ուրիշ մարդու եք սպասում։ Չէ, Արմո, նստի։ Շտապում եմ եկել եմ այս երկու թղթերը ստորագրես դուրս կամ։ Այսօր օֆիսում կարևոր ժողով կամ, ես պետք է անցկացնեմ։ Բա պապան։ Վրամ ջան, մի նեղացի, բայց պետք է ասեմ։ Այս վերջերս ձյացակոն լրիվ ուրիշ մարդ ոնց որ լինի։ Իրան ոչ էլ հետաքրքրվում է, թե ինչ է կատարում օֆիսում։ Այդ ամբողջ գործը մնացել է իմ ուսերին, բայց ես ոչ էլ նեղում եմ, ինչ պետք է անում։ Ապրես Արմո։ Սուրճ կխմես, Արմո։ Չէ, Անիկտա, շնորհակալ եմ, շտապում եմ։ Կներեք, դուրը բաց էր դրա համար ներս մտա։ Բալես պետք չի բացատրություն տալ։ Արի նստի։ Էլի ինչ-որ բան կա, Արմո։ Չէ, ոչ մի բան, արդեն դուրս եմ գալիս։ Լավ, ես էլ գնամ, գազի վրա բան ունեմ, թողած հանկարծ չվարվի։ Ես քեզ ինչքան ասում եմ մի արի, դու այդքան ավելի շատ ես գնում գալիս, չէ՞։ Դե ես էլ սենց եմ, ինչ արած։ Հա, Հայկ։ Աղջիկ ջան, դու գժվել ես։ Սիրտս կանգնեց, ուր ես։ Կներես։ Չեմ ներում, Նարե։ Ուր ես, ասա հասկանամ։ Պապայի մոտ։
Այսինքն, Հայկ դե papai մոտ պիտի մնամ։ քանի կար ասում էիր լավ չէ, սխալ ինչ-որ բան ես արել նարը, հիմա էլ կորել ես, ասա հասկանամ ուր ես, ինչ ա կատարվում։ Հայկ, լսի, մի րոպե լսի։ Արման ասել էր, որ papan իրան վատ ազգում ու հնարավոր է ինչ-որ բան ա եղել, որովհետև մի քանի օր է տուն չէր եկել։ Ես էլ գնացել էի papai մոտ, բայց ինձ թվաց Արման խաբել է, հետո տեսա papaին։ Ինչ։ Դե հա, բայց papan ստեղ էր։ Ես ուշ տեսա papaին, դրա համար զանգեցի քեզ, կներես։ Լավ։ Նարը մի խոսքով սպասում եմ զանգիդ, մի հատ զանգի բացատրի։ Բալես, ուր ես դու։ Սոնան էլ է մեր տանը, կարող ա գաս։ Հայկներ։ Չգիտեմ ուրախանամ, որ այսքան միամիտ ու զգացմունքային ես, թե տխրեմ, որ նոր պիտի ծանոթանաս կյանքին։ Ես կյանքին նոր չեմ ծանոթանալու։ Արդեն հասցրել եմ շատ բան տեսնել։ Դու մի փոքր մասն էլ չես տեսել։ Ես պիտի գնամ արդեն։ Հայկը ինձ ա սպասում։ Հետո տուն պիտի գնամ։ Չեմ ուզում, որ կասկածան ինչ-որ բաներ, չեմ ուզում հասկանան թաքուն բաներ եմ անում։ Բայց էլի եմ գալու քո մոտ։ Կզանգես նոր։ Հայկն էլ է քեզ փնտրում։ Շատ ա ուզում քեզ տեսնի։ Որովհետև վստահ է, որ Աշոտի մասին տեղեկություն ունես։ Հայկին նամակներ է գալիս, որ ինքը իր հոր մասին սխալ ինֆորմացիա ունի։ Գիտեմ։ Գիտես։